Որոնք են այն նախադրյալները, որոնց պարագայում կհասունանա ու անխուսափելի կդառնա արտահերթ ընտրությունների անցկացման, նույնն է թե իշխանափոխության պահանջը ու մասնավորապես որ գործոնների համատեղման պարագայում։ Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնել, որ քանի դեռ առկա է հայ-թուրքական գործընթացն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, այդ գործընթացների իներցիան տանելու է նրան, որ գործող վարչակարգը շարունակելու է պաշտոնավարել մինչ այդ խնդիրների լուծումը, եւ որ անհրաժեշտ է ներքին ու արտաքին միաժամանակյա ճնշումներ, քանի որ ընտրությունները միայն ներքին պահանջին ընթառաջ գնալու համար այս իշխանությունները չեն անցկացնի։ Երկրում նախագահական արտահերթ ընտրությունների հնարավորության մասին խոսում են քաղաքական այն ուժերը, որոնց դա ձեռնտու է, ասում է հանրապետական падգամավոր Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև ծագած թեթևակի տարաձայնությունները մի մասին առիթ են տվել կարծելու, թե իշխանափոխություն է տեղի ունենալու, բայց տիկին Նաղդալյանը վստահեցնում է, թե այդ մասին վերին օղակներում նույնիսկ ակնարկներ չկան, քանի որ ըստ նրա առաջին հերթին չկան հիմքեր արտահերթ ընտրությունների անցկացման։ Քաղաքական որոշ շրջանակներում արհեստականորեն ներմուծած այս բանավեճը, արհեստականորեն բարձրացրած այս թեման արտահերթ ընտրությունների մասին, որովհետև ոչ քաղաքական, ոչ տնտեսական եւ ոչ էլ ես կասեի սոցիալական հիմքը դրա համար այսօր չկա։ Վիճակից դուրս գալով կարող եմ ասել, որ իհարկե ոչ միայն նախագահն, այլ ամբողջ կազմը պետք է փոխվի, որ երկրի վիճակը լավանա, բայց հետագան չենք տեսնում, թե ով կարող է ուղղել այս երկիրը։ Կարիք կա, օրի վատն ենք տեսնում, լավը չենք տեսնում։ Մի փոքր ավելացնում է, երկու փոքր է թանկացնում է։ Հիմա նոր եկավ, ինչ կփոխվի, ինչով կփոխվի։ Կամ նորով, կամ նոր։ Ինչ որ այդպես է կշարունակվի։ Իսկ արտաքին քաղաքական հարցերում մեր երկիրն ինչ դիրքերում է ու արդյոք ամեն ինչ դարձյալ հարթ է, ինչպես երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական հարցերում հարցրին տիկին Նաղդալյանին։ Մենք վարում ենք ավելի համարձակ, ավելի նախաձեռնողական քաղաքականություն, քան վարել է Հայաստանը իր ստեղծման, իր որպես պետություն ստեղծման օրվանից մինչ այսօր։ Ոչինչ չանել, ձեռքերը ծալած նստել եւ միայն դարդ անել ու միայն լաց անել այն բանի վերաբերյալ, որ այո, ցեղասպանություն է եղել եւ որ ջարդվել ու կոտորվել է մեր ժողովուրդը։ Երևի թե վարքագծեր կան, որոնք ժամանակի տարբեր հատվածներում ճիշտ կամ բնորոշ են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է եւ այս անկախ պետության իրականությունը թելադրում է այլ վարքագիծ։ Գործընկեր падգամավոր Կարինե Աճեմյանն անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայաստանյան տնտեսությանը տրված գնահատականին։ Ըստ նրա Քոչարյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների ներկայիս տնտեսական քաղաքականությունը, ինչը հանրապետական կուսակցությունը կոռեկտ է համարում, բայց դա ըստ Աճեմյանի ամենևին էլ չի կարող լինել այն խոսակցությունների հիմնավորումը, թե դա Քոչարյանի հերթական քայլն է ԲՀԿ-ի միջոցով իշխանության գալու համար։ Բոլոր նախկին նախագահները ինչ որ հարցերում ակտիվություն ցուցաբերում են, ես կարծում եմ, որ նա ուղղակի տնտեսության մարդ լինելով իր կարծիքն է հայտնել, չեմ կարծում, որ այդտեղ որևէ արտառոց բան կա։ Բայց որ տնտեսությունն է քննադատում, երբ որ մենք տնտեսություն չունենք, ինչ տնտեսության մասն է խոսքը։ Ուր է մեր արտադրությունը, ուր է մեր գործարանները, ֆաբրիկաները, ուր է։ Ինչը քննադատեն, երբ որ չունեն։ Ով էլ որ եկավ նույն աղբերն է, իմացար, մեծ աղբերը կերտա, փոքր աղբերը կուկա, տարբերությունը որն է։ Այնուամենայնիվ падգամավորները գտնում են, որ մեր երկիրն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Արտաքին քաղաքական մարտահրավերներից բացի կարևորում են Հայաստանի տնտեսական խնդիրները ու գտնում են, որ իշխանափոխության եւ քննադատության անհիմն լուրերի այս շարքը ավելի շատ խանգարում է երկրի ղեկավարին իր բարդ աշխատանքում։ Հերմինե Մկրտչյան, Արտյոմ Ադամյան, Գալենյուս։